Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Այսօր իմ հյուրը դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթարանյանն է եւ կարծես թե ինչ որ սկանդալային բան է հասունացել մեր վարպետի Կարեն Ջանիբեկյանի շուրջ։ Նախ Տիկին Անթարանյան, շնորհակալ եմ, որ դիմել եք մեզ այս հարցով, որովհետեւ գիտեք, իրավունքը միշտ պատրաստ է լսել եւ լուսաբանել երկու կողմերին էլ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ինչպես եք։ Ասեմ լավ, որ լավ լինի։ Լավ եմ, փառք Աստծո։ Չհաշված մանր-մունր խնդիրներ, որոնք շատ հաճախ ծառանում են, որ ասում եմ, ես իմ տանը միամիտ սոխ ու հաց եմ ուտում ու հանկարծ շրախկ։ Այո։ Տիկին Անթարանյան, բացենք փակագծերը թերևս։ Ինչի մասին է խոսքը, ինչ է պատահել։ Նայեք, անդրադառնալով իրավունքի տաղավարին, ձեր, այսպես ասած, լուսաբանմանը, էլ որտեղ եթե ոչ իրավունքի Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Ես եկել եմ իմ իրավունքները պաշտպանելու, ես եկել եմ իմ օրինական իրավունքների, այսպես ասած, պաշտպանը ինքս ինձ լինելու, որովհետև ոնց տեսնում եմ կրքերը Կարեն Ջանիբեկյանի մահից 10 տարի անցել չեն հանդարտվում, չեն մարում։ Գիտեք, ես մի բան պիտի ասեմ, 2020 թվականից հետո, պատերազմից հետո, այդքան զոհեր, այդքան սևազգեստ մայրեր, այդքան անդամալույց երիտասարդներ, այդքան այրացած կանայք, Արցախի կորուստը, ինձ մեր ժողովուրդը այնքան ծանր վիճակում է, թևերը կոտրած վիճակում է, որ ես նույնիսկ մտածել եմ, որ եթե մի միջոցառում կազմակերպեմ Կարենի հիշատակին, ծննդյան եւ այլն, ամոթ է այնքանով, որ մեր ժողովուրդը այդ հալը չունի, որ պաթետիկ դե մահացած մարդու հետևից վատնել չեն խոսում, պաթետիկ, այդպես անպակորկոր խոսել, ներկայացնել։ Նույնը այս պարագայում 10-րդ տարելիցը ու ես մտնում եմ իմ աշխատանքի վայր, ուսանողներս պրոշ, էմոցիոնալ վիճակում, իրենց որդովմունքն են ինձ հայտնում, որ Տիկին Անթարանյան, դուք այդքան վարպետին մեծարում եք, դուք մտնում եք լսարան, խոսում եք, թե ինչպես վարպետը այսպես կաներ, այնպես կաներ, մասնագիտական այդ մաստեր կլասը Կարենից, որը որ ես ստացել եմ, ես այսօր փորձում եմ սերունդներին վերադարձնել, ես էգոիստ եմ։ Շատ կարևոր է, շատ կարևոր բան է։ Այո, հատկապես մեր օրյա մշակույթում դա առաջնային է։ Այո, եւ ես մտնում եմ պատմում եմ 7.5 տարիների մեր ստեղծագործական, որը վերածվեց ամուսնականի ու ես դրանում մեղք չունեմ, որ երեխա չի որբացել, կին չի լացել, ինչ որ մեկից չեմ խլել տարել, մարդը եղել է ազատ, մինչև ինձ եղել է 6 տարի ժամանակահատված, մարդը չի ստեղծագործել 13 տարի, դա Կարենի խոսքերն եմ ցիտում, 13 տարի Վահե Շահվերդյանն ասում էր ինձ թթու ա դրել, այսինքն երբ որ եկել էր Սունդուկյանում Գեղեցիկ Վահե Շահվերդյանը Կարենի հետ հեշտ չէր, ես չեմ քարկոծում ու վարկաբեկում, ասում ինչու, այդպես է ստացվել իրենց տանդեմը, որ լեզու չեն գտել եւ Կարենը ընդամենը գնացել է էլի ցիտում եմ Կարենի խոսքերը, որ գնացել է ընդամենը թոշակ ստանալու, աշխատավարձ, բայց թոշակ, որովհետեւ ասում է, ես ասում եմ ինձ դեր տվեք իմ գոլեգաները, իմ դերասան ընկերներն ասում են, Կարեն, քեզ պետք է այմա տարի փողոց ստացի գնա, շնորհակալություն նախարարությանը, որ նույնիսկ դրան է գնաց, այսօր աշխատող, գործող դերասանին են աշխատանքից ազատում, շտատ չլինելու հետ կապված։ Ինչևէ, ես այսօր Կարենից ստացած իմ վարպետության դասերը փոխանցում եմ սերունդներին, մտնում եմ լսարան ու ինձ ասում են, որ եւ գոլեգաները, ով փողոցում, ով լավ աչքով, մեկը ավելի վատ աչքով, մեկը լացելով, պրոշ, մեկը արդարություն պահանջելով, ես SMS-ներ ունեմ,
Իմ հեռախոսը ես երթվում եմ հաղորդումը չեմ տեսել, չնայած ես այդ TV-ին ասացի, որ ես դատական process եմ սկսում։ Նախ սկսենք հասկանալ, թե ինչ հաղորդման մասին է խոսքը, որը հուզել է նաև ձեր ուսանողներին։ Ասեմ, ուրեմն Կարենի տարելիցին, 10-ամյա տարելիցին նվիրված հաղորդում են արել, որի գովազդն էլ է եղել 2 րոպեանոց, ես այդ ռոլիկը տեսել եմ, եւ ինձ ասացին, բայց քանի որ երեխաներն էին դա կազմակերպել ու մենք միշտ փորձում ենք իրար ճանապարհների խաչմերուկում չհանդիպել, չբախվել։ Ես անկեղծ ասեմ, եթե անկեղծ ասեմ, որովհետեւ գիտեք ոնց է, կան խոցելի պահեր, որ ես չեմ ուզենա մեր ընտանեկան ներքին խոհանոցը, կեղտոտ անկողին ու ներքնաշոր լվանալ, բայց շատ ներողություն, օրենքը մնում է օրենք, իրավունքը իմն է, Զաքսով կինը ես եմ, իրենք ուզեն թե չուզեն պիտի համակերպվեն վերջապես։ Գիտեք, որովհետև 10 տարի առաջ մենք ավելի էմոցիոնալ ենք, մենք թող մարդ ենք կորցնում։ Ես իրենց էլ եմ հասկանում, որովհետև ես հայր եմ կորցրել, մայրել եմ կորցրել։ Ես այդ էմոցիաները, բախումները, հատկապես այդքան խառնիճաղանճ ընտանիքում։ Դուք մի հատ պատկերացրեք 4 տեսակ որակ։ Մեկ տեսակ չի, ասենք մարդիկ մեկ անգամ, 2 անգամ, 4 տեսակ ու այդ ամբողջը իրար բախումների մեջ մենք երեխա ենք եղել էմոցիոնալ, ջահել ենք եղել էմոցիոնալ ենք եղել, մենք այսօր հասուն մարդիկ ենք, 10 տարի անց է։ Ամեն մեկս ունենք մեր ուղին բռնած, մեր ճակատագիրը։ Մենք դերասաններս մի լավ բան ունենք, լռությունն էլ է ասելիք։ Լռություն ասելիք է։ Ես այստեղ ունեմ հիմա իմ ուսանողներից ներկայացուցիչ, ով եկել է պարզապես на поддержку, հա, որ ուսանողները վրդովված են։ Ես իրենց միշտ սովորեցնում եմ, որ պաուզա խաղալ, լռություն խաղալ։ Ասում են, բառ, ասում եմ, ժողով երեխեք ջան, միշտ չի որ բառ ավելին ասում, լռությունն ավելին ասում։ Այնպես չի որ իմ մասին ինչ որ քարկոծման, վատ բան, ինչ պիտի ասեն։ Լավ, ինչը խախտեց ձեր չլռությունը, հա, ինչը խախտեց ձեր լռությունը։ Հասկացա, որ 10 տարի անց այս պորտկումը եղավ, որովհետև ես սերունդ եմ կրթում, իսկ այդ սերունդը պիտի ճիշտ խոսքը լսի։ Մանյովրաներ, կծկտուր ինֆորմացիա, կրճոններ պետք չի գցել ժողովրդի առաջ։ Ես չեմ ասում, ես գնայի իրենց հետ նստեի ու խոսեի, ամեն մեկն իր կարծիքը, այնտեղ արվեստագետներ են եկել, երեխաներն են, այնտեղ կին, որը օրինական ոչ մի իրավունք չի ունեցել իմ ամուսնու մասին խոսել, հիմա ոնց որ ես գնամ մեկի տուն, այդպես կնոջ դերում ելույթ ունենամ, չի կարելի, ամոթ, նամուս, արժանապատվություն, ինքնասիրություն, կարող է ասել, ես երեխաներ ունեմ, ես իրավունք ունեմ, բայց օրենքով դու ոչ մի իրավունք չունես։ Դուք թղթեր եք բերել։ Այո, 24 տարի առաջ սիրելիս, դուք վայր եք դրել ձեր զենքերը։ Այսօր ով է հեշտ ապրում իր ամուսնու հետ։ Ցույց տվեք ձեր թղթերը, որտեղ որոնց հետ ես արդեն ծանոթացել եմ, այստեղ ինչ որ սա բաժանության սա բաժանությունն է մյուս ընտանիքի, որը 2007 թվականին ամուսնալուծության վկայական է։ Այսինքն սա նշանակում է, որ երբ որ ես 2007 թվականին եղել եմ Մոսկվայում իմ ընտանիքի հետ, իմ աղջկա հոր հետ, իմ աղջկաս հետ բիզնեսով ենք մենք այնտեղ զբաղվել։ Այստեղ Կարեն Ջանիբեկյան վարպետը բաժանվել է։ Ընդհանրապես դուք կապ չեք ունեցել, այո, հասկանալի է քանդել, ոչ երեխայա որ փացել։ Եկել եմ։ Դուք զաքսավորվել եք 2011 թվականին։ 2011 թվականին հոկտեմբերի 11-ին, նույնիսկ ես ուզեցել եմ, որ 11 Կարենն ասել է օր առաջ, եւ ավելին ասեմ, հիմա ես այստեղ մի հատ բացահայտում էլ կանեմ, Կարենը շատ է ուզեցել, որ ես գրվեմ Ջանիբեկյան, որ դեմ եմ եղել, որովհետեւ ես հայրապաշտ եմ, ես ասացի
ինձ հասկացի ինքին քույր ենք հայրս միակ երազան ախացյաբը չփոխեք ձեր ազգանունները ես որ փոխեմ ոնց կգնամ իմ հոր գերեզմանին երբ որ Զաքսում վկաները կան կենտրոնականում երբ որ նստած ես գրեցի Անթարանյան Կարենը կողքս աջ կողքից կանգնած այսպես ֆիոլետովի գույն դարձավ թշիկներ այտերը եւ ասաց Էլիուս չի գցիկ Ջանիբեկյան դիր եթե դուք այսպես շարունակեք հավատացիք որ ես կդառնամ այսուհետ գցիկ Ջանիբեկյան Լիանա Անթարանյանը որովհետև ես դրա իրավունքը ունեմ։ Տիկին Անթարանյան, ցավոք ես ման եկա համացանցում եւ չգտա այդ նյութը եւ չեմ կարող ասել ինչի մասն է խոսքը։ Քանի որ դուք տեսել եք, ձեր մտերիմները տեսել են եւ արձագանքել են շատ բացասական, որի ապացույցները բերել եք եւս, մենք հիմա կներկայացնենք այնուհանդերձ ինչով էր վիրավորել ձեզ այդ հանդիպումը, որը ձեր մեջ վրդովմունք առաջացրեց, որը կայացել է առանց ձեր իմացության, կայացել է առանց ձեր ներկայության։ Նայեք, սիրելիս, եթե իրենք ինձ հարցնեին, ապա ես բնավ միշտ ուրախ եմ եղել ու կամ որ Կարենի մասին ինչքան շատ խոսվի, այնքան լավ։ Իհարկե, որտեվ Կարենը ազգային արժեքն է։ Այստեղ արդեն կարապ խեցգետին եւ ձուկ այդ չպիտի լինի, որովհետեւ երբևէ այդ ցավը նրանում է, որ ցավագին ընդունվել է հենց այն, որ իրենք ուզեցել են, իրանց թվացել է, որ իրենց հայրը իրենց սեփականությունն է, բայց Կարենը բոլորինն է։ Այստեղ իմ վրդովմունքը հետեւյալում է, որ գնում են արվեստագետներ եւ խոսում Գառնի մասին։ Լավ սիրելի արվեստագետ ընկերներ, գոլեգաներ, սիրելի ժուրնալիստներ։ Դուք չեք նայել Կարեն Ջանիբեկյանի վերջին ստեղծագործական հասուն ժամանակաշրջանի գործունեությունը։ Արվեստագետներս մենք ունենում ենք վաղ շրջան, հասուն, ծաղկուն եւ հասուն շրջան։ Երբ որ Կարենին փողոցում ասում էին, որ վայ, Վարպետ ջան, գովերքում էին, ինքը ամաչում էր։ Ասում էին, ինչու ես ամաչում։ Ասում էր, ես իմ արվեստին լուրջ չեմ վերաբերվել։ Բա որ լուրջ վերաբերվեի, բա որ մնայուն էլ ավելի գործեր թողնեի, բայց այն ժամանակ ինչ կանեին։ Ասում դե բաց թողումը դա եղել։ Երիտասարդ դա եղել ծաղկուն, այո, կնամեծար, սիրել, սիրահարվել Կարծում եմ դա բոլոր արվեստագետներին բնորոշած է։ Դա չեն քննարկում։ Այո։ Երբ որ ես Կարենին տեսել եմ Գառնիում, չեմ էլ ուզում կրկնվել, միայնության մենաստան ճգնարան էի ես ասում այդ տարածքին ու երբ որ այդ 7 տարիների ընթացքում մենք իրար հետ որ ապրել ենք, կռվով դավով եմ ես մտել այդ դարպասներից, ասում էի ճնշվում եմ, ստեմ ոնց որ ճգնարան լինի։ Երբ որ ես Կարենին տեսել եմ պիեսը սցենարը իմ թևի տակ դրած, ինքը միայնակ, միայնության մեջ է եղել։ Եվ եկել ենք իրար հետ կյանք ենք տվել ստեղծագործությանը, չգիտեմ այնտեղ տարբեր վերվայրումներ, բոլորի աչքի առաջ, սիրելի արվեստագետներ, ձեր աչքի առաջ, լավ դուք մի հատ ասելիք չունեիք։ Ես ձեր աչքի առաջ 2 կարմիր դիպլոմ եմ ստացել, բակալավրի եւ մագիստրոսի։ Լավ թե վատ, միջին դուք ասելիք չունեիք այդ մարդուն 77 տարեկան իմ ամուսինը խաղացել է գլխավոր դեր։ Ես հուշարարը ձեռքիս կանգնած բերանս չորացած սպասել եմ ամեն վարքյան, որ հասցնեմ տեքստը։ Վերջին պահին, երբ որ ըստ սցենարիայի ինքը կռիվ է տալիս Աստծո հետ, կացինը գցում ու ընկնում քոթուկի վրա, ես երթվում եմ։ Ամեն անգամ ինձ թվացել է իրան ինֆարկտ է խփել։ Ու մինչև վարակույրը փակվել է, այսպես աչքերս չռված, հուշարարը ձեռքս էս նայել եմ, երբ որ տեսել եմ շարժվում ածնկները հանգստացել եմ։ Ես 7.5 տարի չեմ քնել, որպեսզի մի ականջով նրա շունչը միշտ լսեմ։
Մենք գեղեցիկ կյանք ենք ապրել, երբ որ նա եղել է առողջ։ Բա որ նա առողջ լիներ, կթողներ ճանճը, դրա մեջ նաև ներառվում է շատ խիստ մտերիմ հարազատներ իմ կողքով անցնեին։ Եթե վատ հարաբերություններ էր այդքան վատ, 7 տարի ու կես ոնց դուք իմ տանը հաց կերաք ու իմ կենացը խմեցիք, ձեր տանը 7 րոպե էլ չի եղել։ Կարենը իր զավակների տներում չի եղել անգամ, որ տեսնի ինչ կարգավիճակում են։ Գիտեք, այնքան ես մի տեսակ եմ, ով որ չի սիրում իր արածից խոսել, որովհետև ոնց որ այդ արածս ջուրը մաղեմ, ես չեմ սիրում, իհարկե, չի կարելի դա, բայց ինչքան կարելի է կրճոններ գցել ժողովրդի դեմ, իմ կրթած սերունդի դեմ, եւ այսպես բաներով մանյովրան ոնց է հայեն, եւ այսպես շրջանցելով խոսել ու ես հերոստատեսությանը որ հարցնում եմ, ասում եմ ձեր մասին ախր ոչինչ չի եղել, վատա որ չի եղել։ Չէ՞ որ կինը դուք եք։ Ես եմ եղել նրա։ Իսկ ինչու դուք ներկա չեք եղել այդ ծրագրին։ Հարց է ծագում։ Բա հենց սա ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, ինձ ներողություն խնդրեցին, ես դատական process էի որոշել սկսել, եւ ինձ ներողություն ասացին, մենք սա կշտկենք եւ ասացին, որ իրենց թվացել է, որ ես այնքան համեստ եմ ապրում, որ մարդկանց թվում է, որ ես Հայաստանում չեմ, ինձ ասում են մեզ թվացել է, որ դուք նույնիսկ Հայաստանում չեք։ Դե այս պարագայում ես իմ գործընկերներին մեղադրել չեմ կարող, որովհետև ես ինքս չգիտեի դուք Հայաստանում եք թե ոչ, այսինքն դուք ես հաստատում եմ, որ դուք համեստ եք ապրում եւ գուցե այո, եւ պետք է գուցե դուք սա վաղուց խոսեիք, գուցե դուք այս մասին պետք է վաղուց, ես նկատում եմ, որ այնտեղ եւս մեկ թուղթ կա, որին մենք չանադարձանք, դա ինչ է։ Սա ուրեմն նայեք երկու շատ կարևոր հանգամանք։ Ոչ մի մահացող մարդ, օրինակ իմ մայրն էլ որ մահանում էր ասած, ինձ հետո թող ջեր հեղեղել, թեկուզ լավերդի ջեր հեղեղավ։ Ոչ մի մահացող մարդ բացի իր առողջականից ու այսպես հարաբերությունները շտկելուց ուրիշ բանի մասին չի մտածում։ Դա ուզում է լինի մեծ արվեստագետ, ուզում է լինի հասարակ հողեղեն։ Այո։ Վերջին նոր տարին Կարենս խնդրեց ինձ, որպեսզի ասած իմ վերջին տարին է, փաստ է, ես ուզում եմ երեխեքի հետ վարել։ Ահա։ Զգացել է, հա։ Ոչ թե զգացել է, դե 3 ամիս ժամանակ էին տվել, ես 15 ամիս պահել եմ։ Այո, մենք դրան կանադառնանք կամ 15 ամիս պահել եմ։ Վերջում թե ես ոնց եմ պահել, ինչ ձևերով եմ պահել, վերևն Աստծուն է հայտնի, ներքևում ես, ինչերի միջով եմ ես անցել։ Եկավ ես ինձ ասաց Լիանա ասաց, իմ երեխեքը չեն, մենք Գուրգեն Ջանբեկյանի անվան Գուրջան թատրոն ունեինք։ Ահա։ Ասաց Լիան ջան ասաց, երեխեքս չեն ուզում, որ իրենց պապի անունով այդ թատրոնը լինի, ուզում են, որ մենք որ դա չլինի։ Ասի Կարեն ջան, ինչ խնդիր։ Քո հերն էլ է պաշտելի, իմ հերն էլ է պաշտելի։ Եթե ես ուրիշի հորը կարող եմ հարգել, հարգանքի տուրք մատուցել, ամեն ծաղիկներ ներկայացումից հետո ստանալով, մենք գնացել ենք 3-րդ մասի մեր օֆիսը, իր տունն մենք օֆիս էինք դարձրել Գուրգեն Ջանբեկյանի բյուստի առաջ, այնտեղ բան էսպես կիսանդրին էսպես կա, դրել ենք ծաղիկները, բոլոր ստացած ծաղիկները դրել ենք այնտեղ եւ շնորհակալություն ենք հայտնել։ Ես էլ կարեմ, ասի թե քո հորը կարող եմ ես այդպես պաշտել, ինչու իմ հորը չէ։ Եվ ես դարձի սա կնիքով, որ ես Գուրջանի կնիքը 15 հունվարի 15 թիվ։ Այդպես չի լինում, ինքը հարթում էր այդ սուր եզրերը, ես էլ գնացել եմ դրան, որպեսզի ժողովրդի առաջ պարզ ճակատ դուրս գամ, որ ինձ այդ Գուրջանը չի որ պահել է Կարենի կողքին, կաչը խնդիր չկա, եւ 15-ին ես գնացել եմ կնիքը հանձնել եւ ռազմիկ թատերական հիմնադրամն եմ ստեղծել։
Հունվարի 19-ին, փաստորեն սրանից 4 օր հետո դու մարտի 21-ին, 22-ին մահացել է։ Ես այդ օրերին ինձ անդադ ասում էր, բա դու ո՞նց ես ինձ թաղելու, բա դու ո՞նց ես գերեզման, Մսրյանի մոտ էր ուզում, որ իր գերեզմանը լինի։ Ինձ ասում էր, նույնիսկ գնացինք, տեսանք, ինձ էստեղ տարան դրեցին իրանց պապի Գուրգեն Ջանիբեկյանի վրա, էլի չեմ խոսել, էլի ձեն չեմ հանել։ Այնտեղ գերեզմանակար էինք դրել Գուրգեն Ջանիբեկյանի տապանակարը վատթար վիճակում էր, երրորդ կնոջ քարը չկար։ Լալ ես Հասմիկ Պողոսյանին նամակ եմ ուղարկել, մենք խաղացել ենք ներկայացում։ Նախկին մշակույթի նախարարն այո, մեկ բանը $1500 լալվարից քարը բերել եմ, դրել եմ, գերեզմանը վերանորոգել ենք, Կարենի տարուն անհայտացել էր այդ գերեզմանակարը։ Շատ տարօրինակ է։ Ես շակերտներ չեմ բացի, բայց բոլոր բաները իմացել եմ։ Շատ տարօրինակ է։ Ինչ ուզեցել եք արել եք։ Չեմ խոչընդոտել, որովհետև բերանս փաթնգած է, որովհետև դուք Կարենի արյունն եք կրում։ Կարենի գեներն եք։ Ինչ արել եմ ձեզ համար, որիդ համար եմ ծեծ կերել, որիդ համար եմ բարեխոսել, դուք ինձնից լավ գիտեք, Կարենը, սթափ Կարենը, առողջ Կարենը, ասելա, մինչև վերջին պահերը, դա հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներ, երբ որ մենք աղջկա հետ սրճարանում հանդիպեցինք, ինքն ասել էր, որ բան ունի ասելու, Անդեր էլի բաներ կա, ես չեմ ուզում, էլի եմ ասում, էլի աղբ չեմ ուզում բացեմ, թափեմ, ախր ոնց խոսեմ, ես չեմ կարողանում։ Տիկին Անտարանյան, ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ մենք հիշենք վարպետի ապրած վերջին օրերը, չէ՞ որ վարպետի խնամքը հոգը տարել եք դուք եւ ամբողջը եղել է ձեր աչքի առաջ։ Բացեք մեզ, ինչպես էր, ոնց էր, այդ ծանր հիվանդությունը ինչպես էր տանում եւ վերջապես մի խոսք կա, չէ, ասում են հիվանդ պահող ավելի է հիվանդանում։ Դուք ինչպես եք, այդ վիճակում եմ եղել, ես խնդրում եմ մահվան վկայականում մահվան հետ։ Աջ թոքի քաղցկեղ, բազմաթիվ մետաստազներով ավշային կեղձեր, լյարդ, գլխուղեղ ձախ, եւ այլն եւ այլն եւ այլն։ Օգոստոս ամիսն էր Եվ ոչ ադեկվատությունը ես արդեն նկատեցի Կարենի։ Օ, բնա փոփոխական, հա, տրամադրության փոփոխություն։ Գիշերները ինձ համար դարձել էր շատ վտանգավոր։ Դա կարող է փաստել իմ հոգեբանը նաև։ Կռվեց ասած կամ ես այստեղից գնում եմ կամ քո աղջիկը պետք է դուրս գա այս տնից։ Խացի ապրում էր իմ աղջիկը տանը։ Հա։ Աղջիկս ասաց, մամա, այսքան բաների միջով անցել ենք, ես գնամ մորքուրի տանը մնամ, արձակուրդներ էր, ես ու Կարենն էինք տանում, պահիտակ լավ, պահիտակ վատ, ես մինչև այդ էլ պատմեցի ձեզ որտեղից էինք, մենք բուսական բնական դեղորայք առել, թթվածինը նույնիսկ բերեցինք տանը թթվածին եւ այլ Գիշերները Կարենի մոտ գալյուցինացիաներ էր լինում 6 թվի հետ։ Գալիս էր ինձ ասում էր Լիանա ուրա 6-րդ կարտս, ես պոկերում կռվում եմ։ Լիանա ինչի ինձ դեղս չես տվել 6-րդ, 6-ի հետ կռիվներ էր, լիքը բաներ։ Ու ես հոգեբանիս հետ շփվում էի, ասում էր ուշադիր եղի, կարող մի օր էլ ինչ որ բաներին այդ ընթացքում ինքը նույնիսկ ուզում էր կախվել։ Ինչ եք ասում։ Ասում ես մի կերպ եմ դրան համոզել, որ չգնա դրան։ Տարա բանը Գրիգոր Լուսավորիչ երրորդն այո։ Արաներ Մինասյան, բժիշկը գլխավոր, ասաց ամեն ինչ արեք ու Անտարանյան Լիաննան երբ գա իր առաջ բաց այս դռները։ Ես մինչև այդ բալոն չէր, այլ բարձիկներ էր։ Ես գիշերը 2 անգամ գնում էի բարձիկով բերում էի օդ թթվածին։ Տարան նայեցին գլխուղեղը 2 մետաստազ։
Ես արդեն հասկացա ինչումն է բանը։ Դե օգոստոսից մինչև մարտ ամիս 7 ամսում դե դուք պատկերացրեք նրա ուղեղը ինչ էր եղել։ Ես միշտ ասում եմ ինձ իմ առաջ բերեք առողջ Կարենին ու թող նա ասի, որ Լիանան էս բանը էսպես չանում, այլ այնպես անում։ Այս ամուսինս արդեն վերջին շրջանում է իր խանդը բան, գիտեք կարող էր ինձ սիրել ու մեկ էլ շիշը վերցնել խփեր գլխին։ Ինչ եք ասում։ Խանդեր, հա։ Եվ խանդը դե գնում ուղեղը գալիս էր։ Ես արդեն հասկացա, որ սցենարիա է գրվում իմ դեմ։ Օ։ Դա Անհանգստություն։ Գիտեք, ուրեմն մի օր գնում եմ Մհեր բանը Հովանեսյանը կփաստի լացելով գնացի համալսարան, ասաց ինչ ա եղել, ասի Մհեր ջան, կաշա պիտի տամ, տալիս եմ ասում ա դառնա, դե թոքերը ինքը բան ունի սպეციფիկ, ասենք դառնությունն արդեն համի զգացողություն, այդ վախերը, այդ չարությունը տալիս եմ ասում ա դառնես տալի որ շուտեմ մեռնեմ շուտ քաղցրեմ տալիս էլի մի պրիչին տակ եմ տալիս ասում ա ուզում ես վառվեմ որ էլ չկարողանամ ուտել սառն եմ տալիս ասում ա դիտավորյալ ասած Լիանա ես քեզ այնպես եմ հասկանում իր հայրն էլ օղորմածիկ իմ մջուշը իմ կուրս ղեկնել էր ստամոքսից գնաց ասում ա մորս հետ կռվում էր ասում ա դու մի նեղվի այդ հիվանդները իրանց ամենամտերիմին են Այո, դիմում միայն ու պատին դեր եւ լավը, եւ վատը, եւ դժգոհում, այո։ Ասում եմ մամային ինչ օրնակցում, ես գնում եմ ասում եմ պապա լավ, էլի մեղ կա այս կինը եւ միայն հարսի ձեռից ա ուտում։ Այդ ասելուց հետո այս քրերից կանչեցի, ասում եմ եկեք կողք սեղեք։ Եկեք իրար հետ խնամենք, որ այսպես ասած վերջին ակորդն հա պատվով դուրս գամ, չէ, օր ըստ օր է, ուրեմն մի անգամ բան ա լինում, թխված բան քուրս բերել էր, մեկ էլ Կարենը զանգում ա քրոջս, ասում ա Աննա ջան, այն թխվածքը դու ես բերել, ասում ա հա, պարոն Ջանիբեկյան բանման, հա, լավ բալես, ու հեռախոսը Կարենը սովորությունն էր, գցում էր հեռախոսը, չէր անջատում։ Հա, ու ասում ա քուրս ա պատմում, ասում ա ես ուզում էի անջատել հեռախոսը։ բայց խոսակցություն ա լսել։ Չխչխկոց լսեցի, ասում ա ես հասկացա, որ անջատած չի։ Բաժակի քթալի չխչխկոց ա, թե է խառնում եւ որդու ձայնը։ Հա, ասիր, որ քեզ բաժանություն տա։ Ասում ա նայեք, այս ասել են արել եմ, ուրիշ բաներ էլ ասել են արել եմ։ Կարենը վերջում ինձ ասում ա երեխեքս ուզում են, որ դու իմ այրին չկոչվես, թող ինձ հանգիստ մեռնեմ, ասում ներողություն, ես էստեղ անզոր եմ, դու ինձ զորով տարար զաքս, ես չէի ուզում, նույնիսկ մտքումս ասում եմ, ես ինչ գծագիր ա գծում, դու ինձ տարար զորով զաքս, դու ես ուզեցիր անում եմ, նկարներն ուզում եք տալիս եմ, որ չասեք Գուրգեն Ջանիբեկյանի վայ ոնց մոռացա ես էդ էլ բերեմ, որ Կարենը գրել ա, որ իմ եւ հորս նկարը ես նվիրում եմ Լիան Անթարանյանին, այդ գերեզմանակարը դնելու շնորհակալությունը։ Բայց այդ նկարը իմ տանը չպիտի մնար։ Այդ նկարը իմ Կարենի, իմ որոշմամբ Կարենի համաձայնությամբ լավ բան ես մտած, ախելոք ես էլի, պիտի գնար այդ նկարները ազգային պատկերասրահ։ Ուզել են, տվել եմ, ինչ ուզել են, տվել եմ, ցուցակով են մտել իմ տուն։ Ինչ պիտի տանեն։ Գիտեք իմ սխալը որն ա եղել։ Ես հիմա խոսք ունեմ, ես սրանով ուզում եմ ավարտեմ, ժամանակն էլ երևի սուղ ա, չնայած գուցե հարցեր դուք ունեք։ Լավ, ես էլ ասեմ, Կարեն Ջանիբեկյանը, ես ժողովրդին կոչեր ունեմ, Կարեն Ջանիբեկյանը դագաղում իմ հագցրած, իմ կապցրած շորերով ա եղել։ Մի հուզվեք, մի հուզվեք։ Չեմ հուզվի, շատ եմ հուզվի բավ է։
պետության բյուջեից գնված դագաղից թանկ է եղել Կարենի դագաղի մեջի հագուստը կոշիկները։ Կարեն Ջանիբեկյանը մահացել է իմ գնաց երկտեղանոց մահճակալում, հետաքրքիր արվեստի, այդպես երկաթյա ձողեր, գմբեթիկներ, իմ մոր տված օժիտի, իմ պահած գառների, իմ հոր խուզած ոչխարների բրդից պատրաստված դոշակի, վերմակի, սագերից բարձերի վրա։ Կարեն Ջանիբեկյանի ոտքի տակ մինչև իր վերջի շունչը գցած է եղել իմ աղջկա պրաբաբուշկայի վրացուհու պատից պատ մեծ խալին ոտքի տակ շատ թանկանոց։ Իդեպ կարող եք դա էլ վաճառել, կարող եք, անտիկվարը արդեն, դուք դրա ձևերը լավ գիտեք, ոտքի տակ, ուրեմն, Կարեն Ջանիբեկյանի վերջին օրերին սիրելի ժողովուրդ, ես հրապարակայնորեն հայտարարում եմ, ոչ թե միայն ես եմ պահել, այլ ես և իմ երկու քույրերը, ինչու, որովհետև մահից հետո այս եզրակացությունը մահվան ես դողացրել եմ, քնաբեր, 100 բան, ես արդեն հասկացել եմ, ինչ մանրադիտակի տակա դրված իմ կյանքը, վկաներով եմ պահել, և այն մետաստազներով հիվանդ չարորակ ուղուց կաղցկեղ ուղեղում, և երբ որ բժիշկները ձեզ կցիտեն, կներկայացնեն, ձեր մեջ էլ կան բժիշկներ, պահել ենք 3 քրերով, սրանով ամեն ինչ ասում եմ և սիրելի կոլեգաներ, արվեստագետ ընկերներ, հատկապես հասուն ժամանակաշրջանի, դուք ձեր կյանքում շատ դերեր եք կերտել, ձեզնից խելացին չկա, ձեզնից մեծն ու արժանավորը չկա, ես չեմ ասում իմ գով քնանեք, բայց ազնիվ եղեք Կարեն Գուրգենիչի հիշատակի և ստեղծագործական կյանքի նկատմամբ, դուք ինքներդ թույլ չէիք տա, շատ կվրդովեիք, եթե ձեր ստեղծագործականի կողքով կծկտուր և մանյովրաներով ներկայանային, լավ թե վատ, որովհետև մենք լավի կողքը ունենք, վատ չստացված դերեր և այլն։ Եթե դուք պիտի գնաք և չեք խոսելու Կարեն Գուրգենիչի հասուն շրջանի ստեղծագործական կյանքից, խնդրում եմ հրաժարվեք ու մի ներկայացեք, մի ծաղկացրեք ձեր ներկայությամբ չասելիքով ձեր ներկայությունը հեռուստատեսությունում։ Սիրելի TV-ներ, հեռուստատեսություններ, տնօրինություն հատկապես, իդեպ այս հորդորը ես 9 տարի առաջ արել եմ հմեկի համար, հմեկը չի անում էլ։ Որտեվ մարդիկ գիտակից են, հասկանում են, խնդրահարույց է մեր ընտանիքը, 50-50 ես ժառանգորդն եմ, առանց ինձ, ոնց որ ես իրավունք չունեմ առանց են կեսի, նույն կերպ նա էլ իրավունք չունի, ու ընդհանրապես իմացեք, որ այս հարցը դարձել է ցավագին, օրենքի ուժով, ես հորդորում եմ ձեզ, մեղքից տակ մի ընկեք,
անեցքի տակ մինկեք առավել եւս օրենքի։ Հաջորդ անգամ ես կդիմեմ դատարան։ Անվանական կլինի, TV կլինի, քաղաքապետարան, թաղապետարաններ, բարերարներ։ Մի քանի տարի հետո 100 տարին ալնելու, առանց ինձ լինելու։ Դուք չեք պատկերացնում ինչ կլինի։ Դուք չեք պատկերացնում, եթե դիսկոն է, հնդկական, որ դուրս է գալիս կինը այրին ու լրիվին։ Երևի։ Ես 10 տարի առաջվա այլայլվածը չեմ, իդեպ հասա ամենակարևոր պահին, 17 տարի առաջ ժողովուրդ ջան, երբ որ ես եկա Հայաստան, ես արդեն լորեցել եմ մի քիչ են հայն, մաքուր, փափուկ, ես Ռուսաստանից բերել էի ինձ հետ մի մենտալիտետ, իմ աղջիկը, որ դպրոցում սովորում էր, այդ դպրոցում բոլոր երեխաները այլազգին, հայրեր չունեին, ասում էին օչիմս, մաչիխաս, ասում էին բանը դվայորդնի սյոստրի բան, ու իրանք իրար հետ շատ լավ էին։ Այո։ Ու ես հենց այդ մենտալիտետով եմ շարժվել, որ թույլ եմ տվել, որ նույնիսկ Կարենը, ես պարզապես չեմ ուզում անվանական ասել, չընդունված զավակել ունեցել, իմ հորդորներով է ընդունել, բարիշել, գնացել տատի գերեզման, ներողություն խնդրել իմ հորդորներով։ Ես ընդունում էի, մտածում էի, որ այդպես էլ պիտի լինի, բայց սիրելի ժողովուրդ, այն որ ասում է խորթ ու փորձեց լորվա մի բար կա, որտեղ կա խորթություն, սիրելի կանայք, եղեք ուշադիր, վերջում, ամենավերջում, կարող է ինձնից էլ ավելի վատ սիտուացիաներում հայտնվեք, դռները փակեք, կողպեք դռները, բայց ներսից։ Տիկին Անթարանյան, թերևս մի բան ավելացնեմ, որպես կին արդեն։ Խնդրեմ։ Կարծում եմ կնոջ համար ամենից կարևորը երբ կինը սիրված է լինում։ Իսկ ես կարծում եմ դուք սիրված կին եք եղել վարպետի համար։ Անկախ այն փոփոխական հոգեվիճակից, որը եղել է հիվանդության պատճառով, դուք ձեզ որպես կին լիարժեք եւ բավարարված եք զգացել։ Եվ կարծում եմ, որ ամենից կարևորը, որ դուք այդ լավ հիշողությունները ձեր մեջ ամուր տաքուկ պահեք ու այս հենց առիթների դեպքում եւ հեռուստադիտողին եւ ձեր ուսանողներին փոխանցեք։ Գեղեցիկ խոսքեր են, թերևս պիտի զգալ նաեւ շատ ավելի խորքային բաներ։ Գիտեք, այս ընթացքում ես այնքան բաների միջով եմ անցել, որ հաճախ եմ նստել ու մտածել, եթե վերադարձնեմ անցյալը ինչ կանեմ, հավատացեք, առանց մի վարքյան կասկածելու ասել եմ նույն կերպ կանեմ։ Իսկապես ես երջանիկ եմ ապրել։ Անհնար է եղել Կարեն Ջանիբեկյանի հետ չապրել գեղեցիկ, անհնար, գիտեք, ինքը բարդ էր, բայց գեղեցիկ։ Ու երբ որ այսօր նախկինները, հա, ընտանեկան նախկինները խոսում են նրա ինչպիսի ամուսին էր, ինչ մարդ էր, ընդամենը մի հարց է ծագում, բա լավ, այդ տեսակ մարդուն ինչ խղճով եւ ինչ սրտի թելադրանքով եք հանձնել գառնին, բնությանը, լավ մարդուն չեն թողնում։ Ու շատ ծիծաղելի է, որ մարդուն տանես հասցնես դատական պրոցեսով մեկ օրյա բաժանության, բոլորը գիտեն ինչ պարագաներում են մեկ օրում բաժանում մարդկանց, ժամանակ որ չի տրվում։ Եվ հետո 24 տարի Լիանա Անթարանյան Ջանիբեկյան պատմությունը 7.5 վերջին տարիներն է։ Դրանից առաջ եղել է միայնության 6 տարիներ, ուր են եղել։ Ուր են եղել։
որ այս 10 տարի սպասեն, որ Կարենը անդե արդեն всё նստեն ու ասեն ինչպիսի ամուսին էր։ Ծիծաղելի հարց է առաջանում։ Բա ինչի՞ թողե։ Ինչի թողեցիք, որ գա ինձ հասնի։ Բա տանեիք պահեիք։ Տանեիք պահեիք այդ մարդը իմ ձեռը չընկներ։ Գիտեք ոնց է եղել։ Չէ։ Իմ բաժանությունը ոնց եղավ։ Իմ բաժանությունը ես ամուսնացած կին եմ եղել, երբ որ ես Կարենին հանդիպեցի, Կարենն ինձ ասաց. «Ես խնդրում եմ աղջիկ ջան, որ դու ամեն օր ինձ զանգահարի, որ ես տեսնես սաղեմ թե չէ, էս էլ իմ երեխեքի համարները, որ տեսնես չեմ պատասխանում, զանգիր, ահա զանգիր»։ Տվել էր մարդը։ Օրը մի անգամ զանգահարում էի, ոնց եք, ինչ եք։ Աղջկաս հայրը եկել էր նոր տարում, որ նոր տարի պիտի անենք, տեսնում եմ, որ ես զանգում եմ, ասում եմ ուր ես, բան, ասում եմ քո ինչ գործն է մարդ ուրա։ Ասում եմ ինձ խնդրել է, որ ես ամեն օր զանգահարեմ, որովհետև ասում եմ կարող է ընկնեմ բանում, քարերը անդե, այգի ա դե, աստիճանները մեռնեմ, տեղս իմացող չլինի, չուկոն հոտեմ, չուկոյի համեղ կերակուր դառնամ։ Եվ սա դարձավ արդեն իմ աղջկա հոր խանդի, քո ինչ գործն ասում եմ լսի, թող մենք ստեղծագործական բա ինչի ես ամեն օր զանգում, ասում եմ դե պիտի զանգեմ, տեսնեմ ինքը իր որպիսությունը ոնց, քո ինչ գործ է ում որպիսություն, բայց ես վարպետի խնդրանքն էի կատարում։ Զանգեիք ամեն օր, ուտացնեիք, հագցնեիք, թե վերջում արդեն այնքան տահաճություն։ Ես ձեզ համբերություն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ, որ այս հարցը մեր տաղավարից բարձրաձայնեցիք եւ մենք լինելու ենք հետեւողական։ Շնորհակալ եմ ձեզ։ Առողջ լինեք։ Իսկ մենք կհանդիպենք, խոստանում եմ։